Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքու մեկնելուց առաջ օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Բաքվում ձերբակալվածների մասին անշուշտ խոսք կլինի։ Նրա խոսքով լավ հարաբերություններ կան թե վարչապետ Փաշինյանի, թե նախագահ Իլհամ Ալիևի հետ, եւ հանդիպումների ընթացքում կբարձրացվեն տարբեր կարևոր թեմաներ։ Փոխնախագահը վստահություն է հայտնել, որ հայերի ու ադրբեջանցիների հետ աշխատանքը կշարունակվի արդյունավետ կերպով։ Նա նաև նշել է, որ նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև ձեռք բերված որոշ համաձայնությունների արդյունքում Հայաստան կգան բազմաթիվ ներդրումներ։ Դրանց թվում է տվյալների կենտրոնի ստեղծման նախագիծը, որի իրականացումն արդեն սկսվել է եւ կարող է հասնել մինչեւ 4 միլիարդ դոլարի ներդրման։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Պաշտպանական կողմի ելույթից հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու, իսկ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է նրան դատապարտել ՑՄԱ ազատազրկման։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի մասին խոսելիս Ալեն Սիմոնյանը առանձնացրել է անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ խաղաղության օրակարգը։ Խոսելով Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հնարավորության մասին, Սիմոնյանը հիշեցրել է, որ իրենք այդ մասին բարձրաձայն չեն խոսում, աշխատում են եւ որոշ մարդիկ արդեն վերադարձել են։ Որևէ բան այդ մարտավարության մեջ չենք փոխել։ Մշտապես խոսվում է թե գերիների, թե անհետ կորած ճակատագրի, թե բոլոր այլ խնդիրների մասին։ Շատ դրական եմ գնահատում այն աշխատավոճը, որը երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ եւ կարծում եմ այս ճանապարհով, որ շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները ապագայում որևէ խնդիր չեն ունենա։ Ադրբեջանը ոչ միայն վերացրել է Հայաստանի բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել է նավթամթերք մատակարարել գործակցության առաջին հիմքերը դնելու համար։ Ալիևն է ասել Միացյալ Նահանգների առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպմանը։ Նա վստահեցրել է, թե Բաքուն հարգել եւ հարգում է իր պարտականությունները եւ քաղաքական օրակարգը երբեք չի խառնում բիզնեսի հետ։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը չի պատկերացնում Ռուսաստանի մասնակցությունը TRIP նախագծին։ TRIP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, լրագրողների զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։ Խոսնակը հիշեցրել է, որ TRIP-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը շատ վաղուց կար սեղանին։ Այլ հարց է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ դա ստացվել է, եւ դա խաղաղության շրջանակներում հիմնակար է եղել շնորհիվ Միացյալ Նահանգների նախագահի։ Նա չի բացառել, որ ռուսական մասնակցության տարբերակը կարող է դիտարկել ամերիկյան կողմը, իհարկե հայկական կողմի համաձայնությամբ։ Ի վերջո, Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է կենտրոնանա TRIP-ի վրա։ Նրա խոսքով դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ այլ ճանապարհներ էլ կան։ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները։ Գալուզինը նշել է, որ Մոսկվան մտադիր է այսուհետ եւս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր, եւ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում փոխգործակցության հարուստ փորձ ունեն։ Transparency International-ը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2025-ի արդյունքները։ Ըստ հրապարակման Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024-ի համեմատ նվազել է 1 միավորով, իջնելով 46 միավոր։ Ըստ Transparency International-ի հրապարակման Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը գերազանցում է հարևան երկրների եւ ԵԱՏՄ մյուս երկրների 2025-ի արժեքները, բացի Վրաստանից։ Կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 եւ 24 թվականին անփոփոխ է մնացել 47 միավոր։ Ռազմավարության ու փաստաթղթում կազմություն թե 81-րդ էջում գրված էր, որպես վերջնարդյունքի ցուցանիշ կոռուպցիայի ընկալման համաթիվը պետք է լինի 55։ Իսկ վերջնարդյունքը արդեն 1 տարի է մնացել, այսինքն այս տարի մինչև դեկտեմբերի 31 ռազմավարությունը պետք է ավարտվի եւ մենք փաստորեն 46-ից Ստախանովյան, այսպես ասած, տեմպերով փորձելու ենք հասնել 55-ի։ Սա երևի ավելի շատ մտահոգիչ է լճացումը
Firebird ընկերությունը, որը տեղակայված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ստացել է թույլտվություն Հայաստանին մատակարարելու 41000 Nvidia GB300 գրաֆիկական պրոցեսոր իր արհեստական բանականության գերհամակարգչային նախագծի երկրորդ փուլի համար։ Այս նախագիծը, որի արժեքը $4 միլիարդ է, Հայաստանը կդարձնի արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրների շարքում, կստեղծի նոր աշխատատեղեր եւ թույլ կտա իրականացնել հետազոտություններ ռոբոտաշինության, կենսաբանական գիտությունների եւ արհեստական բանականության նորարարական հավելվածների ոլորտներում։ Վարչապետ Փաշինյանը եւ ԱՄՆ փոխնախագահ Վենսը ընդգծել են, որ նախագիծը ամրապնդում է հայ-ամերիկյան համատեղ երկարաժամկետ գործակցությունը տեխնոլոգիական ոլորտում։ TRIP նախագծի իրականացման դեպքում ինչպես է գործելու մաքսային ծառայությունը, կիրառվելու է այն օրինակ ադրբեջանական բեռների Հայաստան մուտքու ելքի դեպքում։ Պետ նախագահը հայտնել է, թե նախատեսվում է առաջիկայում մոնիտորինգային կենտրոն ստեղծել, որը ցամաքային կետերում միանալու է ռենտգեն համակարգերի։ Այդ համակարգերի միջոցով հնարավոր կլինի հեռավար տարբերակով վերլուծել մաքսային սահմանով անցնող բեռները։ Համակարգը վերլուծողի կամ արհեստական բանականության միջոցով կընտրի թիրախները, թե ինչ պետք է զննել, ՊԵԿ-ի կողմից խնդիրներ հայտնաբերելու դեպքում կլինի ֆիզիկական միջամտություն։ Այսինքն այս front office, back office ասվածը նաև այս տրամաբանությունը ունի։ Կամ մեկ ուրիշ դա ինչ է նշանակում, որ դու back office-ային աշխատանք ես անում, ռիսկերը թիրախավորում ես, նոր հետո քո այդ front office-ի տեսուչը կամ աշխատակիցը դուրս է գալիս համապատասխան վայր եւ անում է զննում կամ այլ գործառույթներ։ Եվ այդ ռիսկերի համակարգն back office-ային տրամաբանության մեջ է աշխատում։ Այսինքն, եթե այդ ռիսկերի համակարգը թիրախավորեց եւ ասեց, որ օրինակ այստեղ կարմիր ռիսկ կա, պետք է զննում իրականացվի եւ ավելի խորը նայվի, այդ ցուցումը տալիս է համապատասխան աշխատակիցը գործում է։ YouTube-ը պաշտոնապես գործարկում է մոնետիզացիան Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով սա կարևոր քայլ է թվային տնտեսության զարգացման, հայկական կոնտենտ ստեղծողների հզորացման եւ հայկական բովանդակության գլոբալ տեսանելիության համար։ Նախարարությունը շարունակելու է գործակցությունը YouTube-ի եւ միջազգային տեխնոլոգիական գործընկերների հետ հայ ստեղծագործողների լիարժեք ինտեգրումը համաշխարհային թվային էկոհամակարգին ապահովելու նպատակով։ Հրդեհի վաղ ազդարարման ինքնաշխատ համակարգերի բացակայություն եւ հրդեհաշիջման համակարգերի բացակայություն։ Սրանք տարբեր օբյեկտներում հրդեհային անվտանգության ոլորտում ամենահաճախ արձանագրվող խախտումներն են։ 2025-ին քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 1610 ստուգում է իրականացրել եւ արդյունքում կազմվել է 7000-ից ավելի վարչական ակտ։ Դրանց մեծ մասով կան դրական արդյունքներ։ Մասնավորապես, օրինակ, խոշոր առևտրի օբյեկտներում հայտնաբերված խախտումների 90%-ը վերացվել է։ 2025-ին 70 գազա եւ բենզալցակայանների գործունեություն է կասեցվել։ Ընդհանուր առմամբ նախորդ մեկ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 1200 օբյեկտի նկատմամբ նման որոշում է կայացվել։ 2025 թվականի ընթացքում շուրջ 14 տեխնիկական զննության կայանի լիցենզիայի կասեցման միջնորդություն է ներկայացվել լիազոր մարմնին, որից 10-ը բավարարվել է եւ այդ տեխնիկական զննության կայանների գործունեությունը լիցենզիան կասեցվել է, մնացած մասով վարույթները այս պահին լիազոր մարմնում գտնվում են ընթացքի մեջ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն անձամբ հետևելու ռոբոտային վիրաբուժության հնարավորություններին։ Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանը հաջողությամբ կատարել է շագանակագեղձի արմատական հեռացում քաղցկեղի բուժման նպատակով։ Սա Էրեբունի բժշկական կենտրոնում ռոբոտային համակարգով իրականացված արդեն 10-րդ վիրահատությունն է, ցույց տալով տեխնոլոգիայի կայուն եւ արդյունավետ կիրառումը։ Տնօրեն Միքայել Մանուկյանը նախարարին ներկայացրել է ռոբոտային վիրաբուժության բացառիկ հնարավորությունները, մեկ անգամ եւս շեշտելով, որ ռոբոտը չի գործում ինքնուրույն, այն հստակ եւ ճշգրիտ կրկնում է բժշկի ձեռքի նուրբ շարժումները, ապահովելով անվտանգ եւ արդյունավետ ընթացք հիվանդների առողջության համար։ Ես ուրախ եմ, որ մեր բժշկական կենտրոնները ըստ էության հագեցվում են նորագույն սարքավորումներով եւ բոլոր այն ներամուծությունները, որ աշխարհում բժշկագիտության մեջ դառնում են պրակտիկայի մի մաս, գալիս են նաեւ Հայաստան։ Հունվարի 28-ին Արևշատ եւ Նշավան գյուղերի բնակիչները շնամարտ են կազմակերպել Արևշատի դաշտում։ 45-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, խոստովանել արարքը, իսկ փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում շնամարտերի կազմակերպումը, քրեորեն պատժելի է։
Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար։ Իրանը չի պլանավորել փոխել Միացյալ Նահանգների հետ իր միջուկային դոսիեի շուրջ բանակցությունների հաջորդ փուլերի ձևաչափերը, խորհրդակցությունները կշարունակվեն անուղղակի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Բաղային։ Ապագայում բանակցությունները կշարունակվեն նույն տեսքով, ինչպես այս փուլում են, նշել է Բաղային։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների սպառնալիք ներկայումս չկա, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը։ Նրա խոսքով երկու կողմերը ցուցադրում են բանակցելու պատրաստակամություն եւ Թուրքիան օգտագործում է բոլոր հասանելի միջոցները հակամարտությունը կանխելու համար։ Ֆիդանը նշել է, որ հավատում է իրանական ռեժիմի անձեռնխելիությանը։ Ռուսաստանն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը գրգռված է փոխհմբռնման, վստահության եւ բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված ազնիվ միջազգային գործակցության հաստատմամբ։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նաև հայտարարել է, որ այս շաբաթ տեղի կունենան միջազգային պաշտպանության եւ անվտանգության կարևոր միջոցառումներ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ասել է, որ մի քանի եվրոպացի գործընկերոջը առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի, անկախ նրանից մենք սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ, այն վաղը չի անհետանա, այն մեր կողքին է, ասել է Մակրոնը։ Հետևաբար նրա կարծիքով անհրաժեշտ է ռուսների հետ եվրոպական քննարկումների վերսկսումը, առանց միամիտ լինելու, առանց ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու, բայց այս քննարկման մեջ երրորդ կողմից կախված չլինելու նպատակով։ Ֆրանսիայի գործընկերոջ հետ Կիևում կայացած բանակցություններից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտարարել է Ուկրաինայի եւ Ֆրանսիայի միջև զենքի արտադրություն սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Ֆեդորովը սակայն չի մանրամասնել, թե ինչ զենք է արտադրվելու եւ երբ է սկսվելու արտադրությունը։ Կոնդ թաղամասում հակասանիտարական վիճակ է, 100-ից ավելի տան բնակիչ, մեկ շաբաթից ավելի ստիպված գարշահոտ է շնչում անցուդարձանում գոյաջրերի միջով։ Ընդերս դուրս է գալի, տեսեք ավտոմեքենաների տակով, գնում է կեղտաջուրը, սենց իջնում է կեղտաջուրը, ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ։ Հիմա այսա դուք ձեր ուժերով, մենք ուժ ունենք, տոշակառում ատեն, ես ուժ ունեմ, որ եք։ Քաղաքացիները զայրացած են Վեոլիա ջուրընկերության, Երևանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վրա։ Ասում են, նրանցից որևէ մեկը չի շտապում խնդիրը լուծել։ Այսօր եղավ մի շաբաթ, քաղաքապետարան ասել ենք, Վեոլիա ջուր ասել ենք, քաղաքապետարան ասել ենք, ոչ մեկի բանը չի, պետական մասնավոր բան է։ Կանոնավոր վճարումներ են կատարում, բայց փոխարենը երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում կեղտաջրերի միջով։ Համաճարակի վտանգը օր-օրի ավելանում է, շտապ լուծում է պետք։ Փետրվարի 10-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Ալագյազ Ջամշլու ճանապարհին բախվել են Ford Transit-ն ու VAZ-21015-ը։ Մեկ հոգի տեղում մահացել է, երկու վիրավորներից մեկը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, մյուսը Ծաղկահովիտ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, փրկարար ծառայության Արագածի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Ըստ տեղեկությունների մահացածը վարորդներից մեկի մայրն է։ Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում 62-ամյա Ավետիսը Kia Forte-ով պտղունք գյուղում դուրս է եկել երթևեկելի հատվածից, անցել մայթով ու կիսակողաշրջված հայտնվել հողաթմբի մոտ։ Վարորդին եւ եւս երկու հոգու քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից, հետո Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է։ Ուղևորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, մյուսին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։ Ժամանել են փրկարար ծառայության Վաղաշապատի շրջփրկարարական ջոկատի ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ըստ տեղեկությունների վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, նա հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները նրա թոռնիկներն են։ Սեփական տների մոտից այս հատվածից առաջ է ընթացել, անցել բաժանարար գոտու վրայով եւ հայտնվել բնակչի հողամասի այս հատվածում կիսակողաշրջված վիճակում։
Փետրվարի 10-ին նաև մահվան ելքով վրայերթ է տեղի ունեցել։ Արարատի մարզում Արտաշատ քաղաքի վարչական տարածքում 61-ամյա Սեմյոնը ման բեռնատարով վրայերթի ենթարկել 80-ամյա հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Փետրվարի 9-ին Մաստարագյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi-ին, Suzuki-ին, Toyota-ն, Ford Transit ու VAZ 2107-ը։ Ժամանել են փրկարար ծառայության Թալինի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Հավաքված վարորդների խոսքով ճանապարհին մեր կասառույց է եղել, սակայն նկարահանման ժամանակ այն արդեն հալվել էր։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փետրվարի 9-ին Արտաշատ քաղաքի մուտքի մոտ 34-ամյա Անդրանիկը Hyundai-ով բախվել 28-ամյա Կարենի թույլատրելի հատվածում կայանած Opel-ին, 41-ամյա Գարիկի Ford-ին եւ 35-ամյա Անդրանիկի Opel-ին։ Ինչի հետևանքով վերջինի վարորդը վրայերթի է ենթարկվել, իսկ Opel-ներից մեկը կիսագոհաշրջված հայտնվել է ձորում։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Արտաշատի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում Գյումրի քաղաքի Մանդալյան փողոցի երկրորդ տանը։ Մինչև շրջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, հետո փրկարար ծառայության Գյումրու թիվ 1 շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Տուժածներ չկան։ Զովունի Եղվարդ տանող ճանապարհը հատվածին այնքան փոս կա, Եվ Եղվարդի խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի բնակավայր տանող հատվածում հսկայական փոսեր են։ Եթե նախկինում այդ հատվածը վարորդները հաղթահարում էին մի քանի րոպեում, հիմա 40 րոպեից 1 ժամ է պահանջվում, որպեսզի շրջանցեն այդ փոսերը։ Տասնյակ մեքենաներ են վնասվում այստեղ։ Զայրացած վարորդները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում։ խորությամբ տարբեր երկարությամբ, լայնությամբ փոսեր են։ Ու ամբողջ ավտոմեքենաները կոտրվում են, հետո վարորդներից պահանջում են, թե կատարեք գույքահար, վճարում։